Շնորհակալություն, հարգելի քաղաքապետ, հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ։ Տիկին Փոստանջյան, խնդրեմ չհեռանաք դահլիճից, խոսքս ձեզ էլ ավերաբերում։ Ընդդիմադիր գործունեություն Տիկին Փոստանջյան, բայց խնդրեմ ձեր դիրքորոշումներում մի քիչ օբյեկտիվ լինեք, էլի, որ հայտարարում եք այս ամբիոնից թալանում են, թանկացնում են, խնդրում եմ հայտարարեք նաև, որ ռեֆորմներ է տեղի ունենում Երևան քաղաքում ու ռեֆորմների փոխման արդյունքում արդեն փոխվում է նոր սակագները, որը համապատասխանում է արդեն տվյալ մատուցվող ծառայություններին։ Այդ Երևան քաղաքում փոշեկուլ մեքենա դուք երբ եք տեսել կամ աղբի տեսակավորման աղբամաններ կամ աղբի տեսակավորում առհասարակ երբ ա եղել, Տարոն Մարգարյանի ժամանակ ա եղել, թե նախկին քաղաքապետների ժամանակ ա, երբեք նման բան չի եղել Երևան քաղաքում։ Սա էս մասով։ Երկրորդը ուզում եմ անդրադառնալ դուք Գյումրի քաղաքին։ Ժողովուրդ ջան, դուք Վարդանիկին կցորդ քաղաքական ուժ եք, խնդրում եմ սա մի մոռացեք։ Դուք կպել եք, դուք աջակցել եք, դուք կոալիցիա եք կազմել։ Խնդրում եմ մի ընդհատեք, Մարդասպան Թալանչի Վարդանիկին դուք կցորդ եք, դուք օժանդակել եք, որ Խնդրում եմ այս փաստը չմոռանանք, որ դուք Վարդանիկին կցորդ քաղաքական ուժ եք, ժողովուրդ ջան։ Հաջորդը, խնդրում եմ մի ընդհատեք, էլի, մի ընդհատեք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է տեսնում պրոբլեմ, գյումրեցին է տեսնում պրոբլեմ, որ խաբել եք գյումրեցուն եւ քվե եք տալ եւ գնացել միացել եք Վարդանիկին, որ ձեր քաղաքական թիմին քվե տված քաղաքացին այսօր իր գլխին է տալիս եւ ասում է, որ ձեր պատասխանը դուք կստանաք 2026 թվականին։ Միայն Երևանցուն եւ Գյումրեցուն խաբելու համար։ Հաջորդը, պարոն Սուքիասյան, դուք խոսում եք ձերբակալությունների մասին։ Այո, կան ձերբակալություններ, թե Երևանի քաղաքապետարանում, թե վարչական շրջաններում, եւ ասեմ, որ ելի են լինելու ձերբակալություններ, քանի դեռ կլինեն բացահայտված կոռուպցիոն սխեմաներ։ Եվ դա մենք ենք բերել Հայաստանի Հանրապետություն այդ մոտեցումը, եւ ցանկացած կոռուպցիոն դրսեւորում մեր քաղաքական թիմի կողմից եւ պետության կողմից արժանանալու համապատասխան վերաբերմունքի։ Եվ ամենավերջում ասեմ Տիկին Փոստանջյան եւ հարգելի ընդդիմադիրներ, այսօր որ դուք կարողանում եք ասես լալա հարաճ տեքստերով ստեղից ելույթներ ունենալ, այդ օրակարգը կրկին մենք ենք բերել Հայաստանի Հանրապետություն։ Խնդրում եմ այս ամրագրեք ձեր ուղեղներում եւ դուք եկեք հասկացեք, որ դուք ապրում եք այլևս ժողովրդավար պետությունում եւ քաղաքում։ Շնորհակալություն։